Ապե կարող արդեն մեր պահը նաստ է։ Մեր մանուկ աղբերը շատ անկանխատեսելի անիսավ։ Գակ, նատուր է, գնացի գարի։ Դե տուր։ Շնորհակալ եմ մանուկ բարեկամս, հարգանքներս բոլորին այսօր սկսեց ձեր գեղեցիկ արարողությունը, դե ուրեմն գեղեցիկ, ուրեմն ծափերներ գեղեցիկ թող լինեն։ Բոլորը ձեր ծափերով շնորհավոր եք մեր ընկեր Ստեփանյանի այս գեղեցիկ հոբելյանական 60-ամյակը։ Շնորհավորում ենք մաղթելով ձեզ աշխարհի ամենալավ բաները։ Առողջ լինեք, ձեզ շատ են սիրում։ Մենք էլ մեր հերթին շնորհակալ ենք ձեզանից այդ հայրենանվեր ու գեղեցիկ աշխատանքի համար, որ ձեր կյանքը նվիրել եք այդ աշխատանքին։ Հետևաբար, ըսկի մի քիչ կասկածել չկա, որ ամենալավն եք եւ ամենալավին, ամենալավ ծափերը եւ մարտանքները հենց հիմա ձեզ բերել ենք կարծրություն հեռուներից, մեծ սիրով, որ ձեզ լավ զգաք, սեր ու ջերմություն զգաք։ Բոլորը հավաքվել են այստեղ, բայց շատ մարդիկ չեն կարող հավաքվել։ Եթե հավաքեին, ամբողջ Հայաստանի զալերը չէր հերիքելու։ Աշխարհի չափի ձեզ այդքան սիրում են, ձեզ շատ են հարգում։ Հետևաբար երազանք պահեք, չեք ձեր երազանքները։ Մյուս տարի մեր ընտանիքը հավաքվի իրար գլուխ։ Նորից ասեք։ Մյուս տարի մեր ընտանիքը հավաքվի միասին նշենք մեր տարեդարձները։ Ես իմ հայրիկի ծննդյան օրներ, այսօր իմ է։ Մայրիկի թե Հայրիկի։ Հայրիկի, մեր Սահակ հայրիկի, մեծ եղբոր, հարգանքներս, գիտեմ, որ դուք էլ մեծ ճանապարհ եք անցել, շատ գեղեցիկ կյանք եք ապրել, հայրենանվեր եւ ձեր երեխաներն էլ ոչ պակաս։ Ամեն շնորհակալություն ենք հայտնում մեր Հունաստանից ժամանած Ռուզաննա հորաքրոջը, ուր է նա։ Որ կապեք տուն ու տանիք։ Ես մինչև պապայի նվերը տամ։ Ես ձեզ գեղեցիկ նվեր եմ բերել հեռուներից, հələ հատուկ մեր պարոն Ստեփանյանի համար գեղեցիկ նվեր, որը խորհրդանշական է, որ ձեր դուստրը հենց նոր նշեց, որ ընտանիքով հավաքվենք, վստահ եմ, որ մյուս տարի հաստատ հավաքվելու եք ու այս կոնյակը բացելու եք անուշանեք։ Համաձայն եք։ Դե հիմա ես ցույց տամ պապային ինչ կոնյակ եմ բերել։ Թող տենա մեր մեծ աղբեր Սահակը, պարոն Ստեփանյան, տեսեք։ Ինչ է գրված։ Հարգանքան հայրիկի ու պապիկի։ Հենց այդպես էլ կա։ Հարգարժան եք, ձեզ լիք է կյանք առողջություն, որ ձեզ բոլոր երեխաները, հարազատները հավաքվեն ձեզ պատեն իրենց սիրով։ Իսկ հիմա պահը վրա հասավ, որ ես վերցնեմ այս ծաղիկները Վարդան այդ ծանրություն չզգա, շոք չզգա ծանրություն։ Այս ծանրությունը նախատեսված է մեր Հոբելյանի համար, որը շատ թեթև է իրականում եւ մեր Արաքսիայի թեթև ձեռքով սա կհանձնվի շատ սիրելի հորաքրոջը։ Գեղեցիկ հանձնի, կարաս պահես ծանրը, հա։ Ծափեր տաս մի հատ գեղեցիկ։ Կարա հուտուրի, մեծ պաչի գրկի։ Ոսկի է թափում վերևից և հենց այսպիսի կյանք եք դուք ապրել, ձեր արածը ոսկուց էլ թանկ է և անգենահատելի։ Ինչպես նաև ձեր քույրիկի, մեր Ռուզաննա քույրիկի արածն է ոչ պակաս, էլի կարևոր է։ Շատ լավն է, Հունաստանից եք եկել, դե որ եկել եք դուք էլ ունեք ծաղիկներ, որը կհանձնի, մեր Լուսինե քույրիկը, ուր է նա։ Լուսինե, արի դու էլ մի լավ կարևոր գործ ունես։ Նվիրիր ծաղիկներ հորաքրոջը, երկուսին էլ կարաս գրկես պաչես, բայց ծաղիկներ Մենց դարձել եմ հարբած Դու սկսում ես նոր կյանք մեծ սիրով ու սպասված Եկավ Լուսինեն ասեմ, Լուսինեն ունի արջուկ, շատ կարևոր սիրուն արջուկ, որ տանի ու հասցնի մեր Աննային, ով այսօր չի կարողացել գալ, անպայման կտաս Իսկ հիմա մի հարց տամ ձեզ, ով է պակաս այստեղ, որ պետք է ներկա լինել, բայց հարգելի պատճառներով ներկա չի։ Մեր երեխեքին նկատվում եք,
ով կարող է լինել։ Երեխեք, մինչև երեխաները ձեր այս գեղեցիկ ընտանիքում եղել է նաև եւս մեկ հոգի, որ ձեր հետ է եղել ձեր կողքին, հիմա հեռու է։ Եվ Ռուզաննա Քույլիկը արդեն ասել է Արմեն եղբոր ընտանիքի կողմից նրա երեխաների Գևորգի եւ Սահակի կողմից Ես քույր ուրախ եմ բոլորիդ համար, ծափեր, ձեզդավոր, բարձր տրամադրություն քեզ արեք։ Սա էլ ծանր է, արդեն դրեք մի կողմի վրա, որովհետև ծանր է շատ, ես գիտեմ։ Ձեզ դավոր, շնորհակալ ենք ծափերի համար, ուշադրության համար, առողջ լինեք եւ միշտ սիրված Աստծո օգնությամբ։ Մենք գնում ենք։ Շնորհակալ եմ, մեծ աղբեր մանուկ։ Բարի ճանապարհ, շնորհակալություն ձեզ։ Բարեկամներ, շատ լավ ստացվեց իմ կարծիքով, շատ լավ սարքեցինք